Ուրեմն մենք Արարատից ենք, լավ ասենց, մենք Արարատից ենք, ուրեմն եկել ենք նախ աջակցենք մեր կաթողիկոսին, երկրորդ հերթին նահած սենց հարց կա, որ դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, մեկ էլ գլխավոր դատախազին, ուզում ենք նահած սենց բան ասենք, այդ ոնց է, չեղած տեղը գործ է քարոզում մարդկանց վրա, Գագիկ Ծառուկյանի եղած է հափշտակում, Սամվել Կարապետյանի եղած է հափշտակում, մարդկանց մյուս աջակիցներին ընդդիմադիր բռնում եք, փակում եք, այսօր հենց հիմա Արարատ քաղաքի քաղաքապետը մարդասպանության հոդվածով աշխատում է համայնքի պետ, իր առաջի տեղակալը ինձ տվել է 1.5 միլիոն վնաս, ապրում ենք մենք հանրակացարանում, հիմա իմ հարևանուհիների հետ եմ եկել, ընդհանուր գույքը, որը նստած է քաղաքի բալանսի վրա, փակված է։ Ես հիմա ուժեղ Հայաստանի աջակիցներից եմ, ես եկել եմ այստեղ, որ մի հատ Նարեկ Կարապետյանին տենա, ես անձամբ նա դիմում էի գրել Նարեկ Կարապետյանին, թեպետ նկարել եմ էլ, որ այդ դիմումը ես գցել եմ Բաղրամյան 26-ում, ինձ թվում է, որ ասենք այդ դիմումը չի հասել։ Հիմա ես 2 տարի է Էթում եմ այդ քայլի ընդհուպ մինչև հակակոռուպցիոն գրել եմ, գլխավոր դատախազին էլ գրել եմ, միշտ նույն պատասխաններն եմ ստանում։ Այսինքն կա պաշտոնի չարաշահումներ, կա մարդկանց վրա ծանր հոդվածներ, այդ մարդիկ բան են անում, այդ ոնց էլ է Լեննականի քաղաքապետի վրա մի հատ բռնին թողի նույն գործով, հետո նորից ընդունվավ, ինքը ընտրվավ որպես քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, այդ մարդուն նորից բռնին հանին, բերին դատին, նորից հիմա տվել են տնային կալանք, թե ինչ չեմ իմանում, համենայն դեպս ես ուզում եմ ասեմ, Նիկոլ Փաշինյան գլխավոր դատախազ, ես այս հարցը ազգային ժողովով բարձրացնելու եմ ու ասում եմ, ինչը որ ձեր ԿՊԱ-ականներին, ինչը որ մենք ապրում ենք մեր հանրակացարանում տեղաշարժի իրավունքները արգելափակված է, 2 անհատ են տվել, կուխնյա սանուզել սաղ փակ է, մենք չենք իմանում արդեն ոնց անենք, ապրում ենք 10 քառակուսում մեջ։ Խնդրեի, որ մեր հարևանները